The community. Հաղորդման գործընկերներն են Գարիկի մոտ, Dark Tint, Sky Glam։ Ողջույն ձեզ, պարոն Հարութ։ Բարև ձեզ, ինչպե՞ս եք։ Շատ շնորհակալ եմ։ Այսօր շատ սիրուն բան եք կազմակերպել, մենք էլ առիթը բաց չենք թողել, եկել ենք ձեզ հյուր։ Ինչ է այսօր այստեղ կատարվում, մի երկու խոսքով։ Այսօրվա դրությամբ ինչպես տեսնում եք, մինի մարքետ է կոչվում, Art and Handcrafting, որ պրոֆեսիոնալ տեղական նկարիչները, քանդակագործները, ասենք ձեռքի աշխատանք կատարողները իրանց աշխատանքներն են ներկայացնում։ Բոլորը գալիս են այստեղ, որպեսզի վաճառողներ են գալիս են այցելուներ, որպեսզի գնումներ կատարեն, շատ հետաքրքիր է այս միջոցառումը, սա արդեն երրորդ անգամ ենք անում եւ միշտ զբաղված ենք, միշտ հետաքրքրված են մարդիկ։ Բավական հաճախորդներ ունենք, ոչ միայն սա, մենք այլև ունենք մեծ ցուցահանդեսներ, որտեղ արտիստները, լավ նկարիչներ, որոնք հայտնի են, իրենց գեղեցիկ աշխատանքներ են բերում, ցուցադրում են։ Անցյալ կիրակի մենք ունենք շատ հետաքրքիր աշխատանքներ, որ international են, ամենազգերից կան ամեն տեսակի ներկայացուցիչներ կան տարբեր լեզուների, տարբեր խմբերից, տարբեր cultural background-ներից ու շատ հետաքրքիր անցավ, շատ բազմաթիվ մարդիկ են գալիս։ Կարծում եմ որ բոլորի համար լավ է, հետաքրքիր է։ Ցուցահանդեսի մասնակիցներին ինչպես եք ընտրում, դուք եք ընտրում։ Ցուցահանդեսի մասնակիցներն իհարկե որոշակի չափով մենք ընտրություն ենք անում, բանը նրանում է որ կան բաներ, որ թեման պետք է բռնի տվյալ օրվա հետ։ Մասնագետին որ վերցնում ենք, որ նրանց կատեգորիան բռնի նույնպես բազմաժանր է իհարկե մեր բոլոր ցուցահանդեսները, բայց որոշակի բաները ընտրություններ են կատարում իհարկե անկասկած։ Այսօր մեր հայերի ձեռքի աշխատանքներն են այս գեղեցիկ տաղավարում ներկայացված։ Ես ետ չեմ մնացել, կարծում եմ ես ինքս էլ փորձել եմ ներկայացնել իմ ձեռքի աշխատանքները, իմ հոբին եւ կփորձենք նաև այս գեղեցիկ աշխատանքներով գեղեցկացնել մեր հայերին, մեր ազգին։ Մի փոքր կպատմես քո աշխատանքների մասին։ Ինչ ես ներկայացրել այսօր։ Այո, այսօր ես ներկայացնում եմ գեղեցիկ գլխարկներ, տարբերվող եւ յուրօրինակ գլխարկներ։ Այդ լրիվ իմ համար է, Զառա։ Ես լրիվ քեզ հասկանում եմ ու արդեն ոճդ ներկայացնում եմ հետաքրքիր նկարած, նաև ձեռքի աշխատանքներ, այո, բոլորը նկարված են այսպես։ Ուզում եմ մի քիչ պիջակներից խոսած։ Եվ իհարկե սիրով ներկայացնեմ նաև իմ պիջակների հավաքածուն, խնդրեմ։ Սեր դա իմ կարգախոսն է։ Բոլոր դետալների վրա, այսպես ասած, փորձում եմ ներկայացնել MZ։ Ներկայացնում եմ Collection by MZ։ Խնդրեմ։ Մեր հետևորդներին կասես, որտեղից կարող են ձեռք բերել։ Մի քիչ ինֆորմացիա կտաս քո բրենդի անունը, քո էջի անունը կամ չգիտեմ, որտեղից կարող են ձեռք բերել։ Այո, իհարկե, սիրով։ Ամենա, չգիտեմ, դժվար պահ է, բայց կարծում եմ եւ հաճելի, երբ որ անմիջապես պետք է շփվեն իմ հետ, այս ամենը կարող են ձեռք բերել on-line, բայց միևնույն ժամանակ ես պատրաստ եմ ներկայանալ նաև իրենց ցանկալի վայրում եւ տեղում ներկայացնել իմ կոլեկցիան, հիմնականում on-line։ Այսօր գտնվում ենք այս հրաշալի վայրում, որտեղ հավաքված են հայ արվեստագետներ իրենց աշխատանքներով, որոնք հիմնականում ձեռքի աշխատանքներ են։ Ես էլ արդեն երրորդ անգամ եմ մասնակցում եմ եւ շատ շնորհակալ եմ եւ շատ լավ հաջողություններ ենք ունենում։ Կասեք, ինչ եք ներկայացնում այսօր այստեղ։ Այսօր ես ներկայացնում եմ իմ նկարների printing-ները, որոնք որ շարֆի այսպես տեսքով են։ Ունենք քարտեր։ Սրանք բոլորը իմ ձեռքի աշխատանքներն են, նկարներն են, որոնք որ այսօր դարձել են այսպես քարտեր։ Ունենք ակնոցի պատյաններ, իր շորիկո, այդ մաքրող հարմարանքով, բարձեր, ունենք այսպիսի շոր, Շոր, շատ հետաքրքիր է։ Բրենդի անունը Չինար է,
Չինար դա իմ անվան եւ ազգանվան առաջի տարերն է, ես Նարինե Չիլինգարյանն եմ, ինքը այդպիսի արտիստիկ անուն է ձեռք բերել, Չինար, Օնլայն եք միայն վաճառում։ ոչ, օնլայնել ենք վաճառում, այստեղ Լուսանետ խանութում էլ է վաճառվում, ցուցահանդեսներին կարող են անձնապես գրել, Չինար Instagram-յան էջին, եւ կարող են ձեռք բերել, եթե սիրեցին այն։ No. Oh, it's a Oh, it's a video. picture? Ողջույն սիրուն աղջիկներ։ Ինչպես եք ձեր արտադրանքի նման քաղցրեք ու սիրուն։ Thank you. Hopefully. Մի քիչ կներկայացնեք ձեր արտադրանքը, ինչ սիրուն է։ Ափսոս ես okay. քաղցր ուտող չեմ։ Էսի մերը 1.5 տարեկան արդեն մեր բիզնեսը։ To be honest, I'm not gonna. I have to mention it's God given. I asked for it and ստացամ. Եվ ես ու կարող եմ չեմ ուզում ասեմ հարսս ընկեր։ Այո, best Միասին ենք friend. բիլդարե բիզնեսը։ Օ, դուք հարցու կիսուր եք։ Օ։ Եվ չոկոլատի անունը մեր թորտիկի Anthony տղայի։ Chocolates, follow us. Yes. Enjoy. We do custom chocolates for events, weddings. Այո։ Ինձ կասեք, ինչպես սկսեցիք այս գործով զբաղվել։ Ասում եմ, like it came to me, I can't even imagine, like չեմ բարել կարող ասեմ ինձ եկավ, like I've asked for it. Երկուսով եք որոշել։ Այո։ Ահա։ Եվ քիչ-քիչ սկզբից ինքս, հետո ես դասարաններ վերցրեցի, I got more into it. So here we are. Մեր հետևորդներին կասեք, ձեզ ինչպես կարող են գտնել։ Follow us on Instagram, Anthony's Chocolates. Text us, message us, 818-731-0066. Thank you so much. Ձեզ հաջողություններ։ Ինչ արտադրանք եք ներկայացնում։ Մի քիչ կպատմեք ձեր Ես արտադրանքի արդեն մասին։ բավականին տարիներ շարունակ նկարազարդում եմ այս բաժակները, թեյնիկները, Ձերքի աշխատանք են։ նկարազարդում եմ։ Միայն այդ է իմ աշխատանքը։ Ահա։ Ես սիրում եմ գույնել։ Երևի արդեն մի 15 տարի է։ Ինչպես միտքը հղացավ ձեր մոտ Մանկուց միշտ սիրել եմ այդ նկարել։ Նկարել սիրել եմ, բայց նաև սիրել եմ տեսել էի, որ ինչպես են նկարազարդում բաժակներ եւ Սպասքի։ երազում էի, որ երևի մի օր ես էլ կզբաղվեմ։ Ահա։ Վերջը քայլ Ձեր արեցի։ բրենդի անունը կասեք, մեր հետևորդները ինչպես կարող են ձեռք բերել։ Four Angle։ Հիմա պատմի ինչից սկսվեց այս ամենը։ Մի օր պարապեի, հա։ Չէ, ես շատ եմ սիրում մոմ, Ահա։ բայց խանութի մոմերը, որ նայում եմ, տեսնում եմ, որ իրանք պարաֆինից են պատրաստված, որը այդքան էլ առողջարար չի վառելու այդ հոտը շնչելը։ Ահա։ Դրա համար որոշեցի ստեղծեմ անենց մոմ, որ լինի օրգանիկ, որ քեզ վնաս չտա, որ կարողանաս վառես, եւ հումքդ լինի օրգանիկ եւ հոտը։ Դրա համար Հաստորեն այն մոմերը, որ մենք գնում ենք խանութից ու ունեն հոտ, դրանք վնասակար են։ այո, մեծ մասը պատրաստված են պարաֆինից, որը այրելու ընթացքում ավելի մեծ վնաս է քեզ պատճառում, քան եթե դու օրինակ մոմ ես վառում soy ոսկից։ Ահա։ Դրա համար ես էլ սիրում եմ ստեղծագործել, ասում որոշեցի ինչու ոչ։ Մի քիչ ստեղծագործական process-ը կնկարագրես, ինչպես է ստանում մոմերը, ինչպես է անում ու նշիր մեզ, թե ինչպես կարող են մեր հետևորդները քեզ գտնել։ Պրոցեսը սկզբից ոսկն է հալվում, Ահա։ հետո կա կոնկրետ ջերմաստիճան, որի ժամանակ, որպեսզի ոսկը շատ չվառվի, որպեսզի չմքանա, որպեսզի իր չդառնա վնասակար, հետո փորձում եմ մոլդերով, մոլդերի մեջ լցնում եմ կամ առնում եմ հոտ, եթե պետք է հոտ, եթե գույն, նայած հետորվա տրամադրությանս, եթե հետոր անձրևայինը ավելի մուկ, ավելի սև, իսկ եթե պայծառ լավը գույնավոր գույների մեջ։ Սա արտ է, օգտագործել եմ իմ ջուլերիները, իմ հին, ասենք, օգտագործված ջուլերիները եւ մտածել եմ ինչ անեմ։ Մտածեցի, որ կարող եմ ֆրեյմ անեմ եւ տարբեր ինչ-որ բաներ ներկայացնեմ։ Ամեն մեկը անհատական է եւ ոչ մի, ասենք, երկրորդը չես կարող սրա պատրաստել։
ամեն մեկը unique է եւ տենց իմ ազատ ժամանակը սիրում եմ օգտագործել, ասենց մի բան ստեղծագործել։ Ինչպես է միտքը ձեր մոտ առաջացավ, կասեք։ Ջուլերիներից բավականին շատ էր հավաքվել, չէի իմանում ինչ անեի, բաներ կար, որ ինչ որ հիշողությունների հետ կապված էր, դրա համար որոշեցի, որ մի բան պատրաստեմ։ Շնորհակալություն։ Եթե կարող եմ նույնիսկ ասենք պատրաստել անհատական, ասենք եթե որևէ մեկը ունի ինչ որ տատիկից եւ այլն, կամ ասենք ինչ որ իր մամայից մի բաներ կա, որ չի օգտագործում, կարող ենք պատրաստել կամբայն անել եւ պատրաստել ինչ որ մի բան ֆրեյմի մեջ եւ դա մնա ձեռից ձեռ գնա։ Ինձ մի քիչ կպատմեք, ինչ եք ներկայացնում այսօր այստեղ։ Մեր luxury coffee cart-ն է, քեթրինգներ ենք անում, հիմնականում գնում ենք իվենթների, ու մարդկանց օրը ավելի յուրահատուկ ենք դարձնում մեր սուրճով, մաչաներով ու յուրահատուկ տեսականիով։ Ձեր սուրճը ինչ որ հատուկ սուրճ է։ Հատուկ է։ Պետք է փորձել։ Ինչքան ժամանակ է գործում է ձեր բիզնեսը։ Նորաբաց ենք մոտ 2 ամիս։ Բայց արդեն չենք զիջում ոլորտում լավագույններին։ Ձեզ ինչպես կարող են գտնել իմ հետևորդները։ Մեր Instagram-յան էջով laburgundy.co Դե պայուսակները ծնվում են համապատասխան իմ նկարչական արվեստի, այսպես ասած, շարունակությունը։ Իրանք նույնպես ստեղծագործություններ են, ես իրենց համարում եմ, ինչպես ասում են, wearable art, այսինքն արվեստ, որը կարելի է կրել, որովհետև իրանք նույնքան անմիջական են, որքան երբ որ մարդը ստեղծագործում է կտավի վրա։ Բոլորը տարբեր են մեկը մյուսից, որովհետև իրենք չեն կրկրվում, mass production չեն, էլի արտադրության համար չի, իրանք ստեղծում են այնպես ինչպես որ կտավը։ Ես շատ եմ սիրում մատերիալների հետ, նյութերի հետ համագործակցությունը նյութերի, որովհետև ինքս նաև զբաղվել եմ խեցեգործությամբ, դիզայնով, կարարվեստով, կաշիներն էլ դրա շարունակությունն են։ Իհարկե նկարչությունը իմ համար մեկ պլանի վրա է, բայց ձևերը փոխվում են։ Սիրում եմ ստեղծագործել տարբեր նյութերով եւ փորձում եմ, որ բնականաբար ոչ թե դիտավորություն կա, այլ ժամանակին համահունչ լինել, որովհետև ժամանակը ինքը իրեն արդեն բերում է իր միջամտությունը։ Մեր հետևորդները ձեզ ինչպես կարող են գտնել։ Կարող եք գտնել, ճիշտ ասած, ոչ բոլորն եմ ես, այսպես ասած, կիսվում Facebook-ով եւ Instagram-ով, բայց եթե հետևեք, ասենք Facebook-ին կամ Instagram-ին, կարող եք հղումներ կատարել, թողնել մեսեջներ եւ անհատական ես ավելի շատ սիրում եմ, երբ որ ասենք գնորդը կամ իմ գործերի սիրահարը ամիջական տետարտետ է տեսնում, հանդիպում կազմակերպել, որովհետև այն ինչ որ նկարահանվում է կամ նկարվում է դրվում է եւ կենթանի աչքով երբ որ տեսնում ես նյութը, լրիվ տարբեր է, ոչ մի բան չունի, ոչ մի կապ չկա, կարող է շատ գեղեցիկ է երևում նկարներում, բայց երբ որ տեսնում ես, այնտեղ արդեն կենթանության զգացողությունն է։ Դրա համար, եթե մի բան դուր է գալիս, կարող են հղումներ թողնել Facebook-ով կամ Instagram-ով եւ կապ հաստատել ինձ հետ։ Ես նաեւ անհատական պատվերներ եմ վերցնում ըստ կլիենտի իր սիրած, այսպես ասած, ճաշակի եւ նախասիրությունների նախընտրության։ Այնպես որ հեշտ է գտնել ինձ։
The community.